Վրաստան-Թուրքիա սահմանին հազարավոր հայկական կեղծ անձնագրերի հայտնաբերման մասին լուրերը, որոնք իբր նախատեսված են վրացական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար, հերքում է ներքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության խոսնակը հայտարարել է, մշտապես կապի մեջ են Վրաստանի իրավապահ գործընկերների հետ եւ նրանք որևէ նման դեպք չեն արձանագրել։ Գլխարական մամուլը գրում է, թե Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամների նկատմամբ Սոֆիայի Վասիլ Լևսկի օդանավակայանում ցուցաբերել են ոչ պատշաճ վերաբերմունք։ Մասնավորապես սահմանապահ ոստիկանությունը նրանց տարել է ծառայողական շենք խուզարկել եւ 2.5 ժամ պահել։ Սկանդալի մասին հայտնել է Անիի քույր քաղաք բուլղարական Նովի Պազարի քաղաքապետն ու տեղեկացրել, թե օրեր անց անգամ Բուլղարիայի իշխանություններից չունի պաշտոնական պատասխան հյուրերի նկատմամբ նվաստացուցիչ վարքագծի վերաբերյալ։ Մամուլը նաև գրում է, թե այդ երկրում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը նոտա է ուղարկել արտաքին գործերի նախարարին։ Հայկական կողմից պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չկան։ Հայտնաբերվել է Շաքիի ջրվեժը գունավորող անձը, հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։ Ավելի վաղ հաղորդել էին, որ բնության ջրաերկրաբանական հուշարձան Շաքիի ջրվեժում երեխայի սեղն իմանալու արարողություն կազմակերպելու դեպքով բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել։ Իրավապահները պարզել են, որ հոկտեմբերի 5-ին Սիսիանի բնակիչը Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի հետ կապված միջոցառման ընթացքում ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործել է սննդային հավելում համարվող գունանյութ։ Սիսիանցին ենթարկվել է վարչական պատասխանատվության բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։ Այսօր ՀԴՀ է բռնկել Նոր Քմարաշ վարչական շրջանի Նաիրի հյուրանոցային համալիրում։ Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության հրշեջ փրկարարական 5 մարտական հաշվարկ, հատուկ նշանակության եւ օպերատիվ խմբեր։ Տեղում շտապօգնության խմբերը բուժօգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու, որոնցից 2-ը տեղափոխվել են հիվանդանոց։ ՀԴՀ-ի տարածքում եղել են մեծ քանակությամբ գորգեր եւ ներքնակներ։ Հյուրանոցը ժամանակավորապես հոսանքազրկվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Արմեն Նաթալյան, Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։